Swan Lake գարեջրատուն։ Այստեղ սիրում են գարեջուրը։ Նրա համար նվագում են քաղաքի ամենահետաքրքիր երաժիշտները, աշխատում է լավագույն խոհարարը, կահույքն ու միջավայրն ընտրել են ամենահեղինակավոր դիզայներները։ Swan Lake գարեջրատուն, որտեղ գարեջուրը ապրում է։ Հասցե Տերյան Սայաթնովա Խաչմերուկ, Կարապիլիչ, Ժամանցի համալիր, հեռախոս 096 35 10 00։ Լրատվական ռադիոյի եթերում աշխատանքն է սկսում Թարմ ուղեղով հաղորդաշարը, ողջույն, ես Սաթեն Միքայելյանն եմ։ Թարմ ուղեղով այսօր մենք կքննարկենք սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, տաղավարում հյուրընկալել եմ Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնաս Տիգրանյանին։ Ողջույն։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Բազմազբաղ էիք դեկտեմբերի 6-ին, հսկայական աշխատանք կատարեցիք, այսպես լրահոսում անդադ տեսնում ենք Transparency International-ի լուրերը, հա, այսպես ասեմ, դիտորդական առաքելություն էիք իրականացնում։ Նախ սկզբից գանք, հա, քաղաքացիական դիտորդ նախաձեռնություններ, ձեր նախաձեռնություններ, որ իրականացրեցիք այդ օրը, մեծ քանակով փաստորեն մարդկանց ընդգրկեցիք ու շատ տեղամասեր փակեցիք։ Ես նույնիսկ համեմատական անցկացրեցի, այստեղ որ ոչ բոլոր ընդդիմադիր կուսակցությունները կարողացան այդ քանակով ընտրատեղամասեր փակել ու դիտորդական առաքելություն իրականացնել։ Շատ կարճ քաղաքացիական դիտորդ նախաձեռնության մասին, ոնց եք աշխատում, ովքեր էին մասնակիցները, հետո արդեն տեսնենք թե ինչ է արձանագրել դեկտեմբերի 26-ի հանրաքվեին։ Շնորհակալություն։ Քաղաքացի դիտորդ նախաձեռնությունը արդեն 2-3 տարի է որ գոյություն ունի, դա մի քանի հասարակական կազմակերպությունների, ավելի ճիշտ 4 հասարակական կազմակերպությունների մտահղացումն էր, որպեսզի ուժերը միավորեն եւ կարողանան ընտրությունների ժամանակ միացյալ մի գործունեություն ծավալել ընդհանուր պատկերը ունենալու դիտորդական առաքելության հետ կապված։ Քաղաքացի դիտորդ նախաձեռնության մեջ միացած են Transparency International հակակոռուպցիոն կենտրոնը, ժուրնալիստների ասպարեզ ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը եւ Իրավունքի Եվրոպա միավորում հասարակական կազմակերպությունը։ Այս թիմով մենք դիտորդական առաքելություն իրականացրել ենք պարլամենտական ընտրությունների ժամանակ, նախագահի ընտրությունների, դրանից առաջ Երևանի ավականու ընտրությունների ժամանակ նոր էր ձևավորվում գաղափարը, բայց տարբեր անգամ ունեցել ենք տարբեր թվականակով դիտորդներ։ Մի փոքր գուցե այս նախաձեռնությունը ավելի հայտնի դարձավ մարդկանց կամ կազմակերպությունները վստահություն ձեռք բերեցին եւ այս անգամ երբ որ տվեցինք հայտարարություն, որ քաղաքացի դիտորդին կարող են միանալ մարդիկ, ովքեր կամավոր սկզբունքով իրենց նախաձեռնողականության եւ ջատագովն են արդար թափանցիկ ընտրությունների, կարող են լինել մեր դիտորդները։ Այս անգամ մեզ միացան ոչ միայն անհատներ, շատ ունենք դիմումներ անհատներից, այլ նաև 16 թվով, փաստորեն 12 եւս հասարակական կազմակերպություններ մեզ միացան, այդ թվում միացան օրինակ կանանց ռեսուրս կենտրոնը, Իջևանի ինֆոտունը, լորեցիների միավորումը, մարզային ՀԿ-ներ էին, դրանք կամ սոցիոսկոպ հասարակական կազմակերպությունը, մարզային ՀԿ-ներ, որոնք տեղում կարող էին իրականացնել դիտորդությունը իրենց ակտիվի միջոցով եւ այս ամեն ուրեմն ուժը եւ նրանց փորձառությունը նաեւ որտեւ նրանք էլ տարբեր տարիներ ունեցել են դիտորդական առաքելության փորձ ներդրվեց որպեսզի կարողանանք հանրաքվեի ընթացքում ապահովել տեղամասերում ընտրությունների ազատ եւ թափանցիկ գործընթացը։ Խնդիրը այստեղ ավելի շատ դիտարկել, վերահսկելի դարձնել, որպեսզի ընտրողի ձայն, ընտրողի քվեն պահպանվի եւ տեղ հասնի եւ որքանով ընթացակարգերը ճիշտ են պահպանվում, սա էր մեր դիտողի դիտակետում։ Եվ մոտ 500-ից եւ ավել ընտրատեղամասեր փակվել են, ծածկել են, այսինքն ունեցել ենք մոտ 1000-ից ավել դիտորդներ, մեր դիտորդները տարբեր կազմակերպություններից լինելով աշխատել են զույգերով, մի տեղամասում ունեցել ենք 1 զույգ, 2 թիմակցով եւ մոտավորապես 500 տեղամաս ամբողջությամբ վերահսկելի է դարձել, որտեղից ստացել ենք ահազանգերը։ 1/4-ը
Համարյա։ Ունեցել ենք նաև շրջիկ խմբեր կամ ընթացքում հաշվարկի ժամանակ դիտորդը կարող էր նաև տեղափոխվել կողքի ենթադրենք տեղամաս, եթե այնտեղ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություն չկար, եւ նաև շրջիկ խմբերով եղել են այն տեղամասերում, որտեղից ստացել ենք ահազանգեր, օրինակ դիտորդի նկատմամբ ճնշումների վերաբերյալ։ Իսկ տեղամասերը ինչ սկզբունքով եք ընտրել։ Մենք ունենք այսպես ավանդաբար վիճահարույց խնդիրներ ունեցող ու առաջացնող տեղամասեր։ Հենց ձեր ասած ավանդաբար վիճահարույց տեղամասեր, որտեղ արդեն նախորդ մեր դիտորդական առաքելության փորձը ցույց է տվել, որ այդ տեղամասերում միշտ լինում են ոչ այսպես թափանցիկ կամ արժանահավատ են այդ տեղամասի քվեարկության արդյունքները, որտեղ հանձնաժողովի նախագահը նույն մարտն է, ասենք տարիներով հմտացել է փորձի մեջ, նայել ենք նաև կասկածելի արդյունքներով նախորդ համապետական ընտրությունների ժամանակ, ասենք ընտրողների ավելի բարձր թվականակ ապահովված, բայց ֆիզիկապես եթե բաժանում է ժամանակահատվածի հնարավոր չէր, որ այդ ժամանակահատվածում այդքան ընտրող կարողանար տեղամասը ընդունել եւ սպասարկել։ Մի քանի չափորոշիչներ կային եւ այս քաղաքացիական դիտորդ նախաձեռնության կազմակերպությունները փոխադարձ համաձայնեցմամբ եկել են մի ընդհանուր հայտարարի, թե որ չափորոշիչներով առաջնորդվենք, որպեսզի կարողանանք տեղամասեր ընտրել։ Բնականաբար աշխատել ենք ծածկել հիմնականում մեծ քաղաքների տեղամասերը եւ նաեւ հարակից այն գյուղերի, որտեղ նախորդ համապետական ընտրությունների ժամանակ եղել են շատ վիճահարույց դեպքեր։ Ասում են, որ ծայրամասային գյուղերում է շատ ավելի այսպես հեշտ անցնում ընտրակեղծիքները։ Հեշտ են անցնում, որովհետև այդ ձեր ասած ծայրամասային գյուղերում դեռ մտածում է, որ ինչ կա, կարող է մարդը գալ եւ իր հարազատի անձնագիրն էլ բերել, ընտանիքի հայրը կարող է գալ եւ իր գերդաստանի անձնագրով քվեարկել։ Այս սովորութային բարքերը եւ նորմերը երբեմն երբ որ հակադրվում են օրենքի պահանջներին, թվում է, որ դու շատ անտրամաբանական բան ես պահանջում, որ անգամ տեսողական խնդիր ունեցող ծնողին թող որդին օգնություն ցույց չտա, սա դիտում են որպես քո կողմից ոչ հարգալից վերաբերմունք, բայց դա օրենքի պահանջն է։ Այսինքն որոշ ավանդական բարքեր, նաև սովորույթներ, հաշվի առնելով նաև համայնքի ղեկավարի շատ ազդեցությունը համայնքի բնակիչների վրա, եթե խնդրեց համայնքի ղեկավարը հորդորեց կամ սպառնաց, որ կհիշի, ասենք գույքահարկի որևէ հարց, իրենք կանեն այնպես, ինչպես իրենց կթելադրի իրենց առաջնորդը, իրենց համայնքի ղեկավարը։ Մի փոքր ավելի ազատամիտ ասենք սերունդի առումով կամ խոշոր քաղաքներին մոտ համայնքները, որոնք ավելի ազատ են իրենց զգում ամեն տեսակ թելադրանքից, թեկուզ համայնքի ղեկավարի թելադրանքից, պատկերը մի փոքր անկանխատեսելի է եւ այս տեսակ համայնքները նաեւ անկառավարելի կամ անկանխատեսելի են հենց նրանց համար, ովքեր ուզում են ցանկալի արդյունքը ստանալ։ Դուք ասացիք, որ առանձնացրել եք խախտումները ըստ խմբերի, հա? Հիմնական խմբերը կասեք։ Եթե դուք հիմա նայեք մեր քարտեզում, ահազանգերի քարտեզը, այնտեղ շատ էին, ես ամբողջովին անկեղծ ասած չհասցրեցի կարդամ։ Մեծ մասին ծանոթացա։ Ձեր համար պարզ է, ում համար որ պարզ չէ, մի փոքր միտքս բացեմ։ Այդ օրը մեր դիտորդները, ովքեր աշխատում էին տեղամասերում, մեզ անմիջապես հեռախոսով SMS հաղորդագրություններ էին ուղարկում, որը անմիջականորեն մեր ահազանգերի քարտեզի վրա երևում է, եւ ցանկացած մեկը կարող էր մտնել Transparency AM կայքը եւ տեսնել, թե որ տեղամասից ինչ բնույթի ահազանգեր են գալիս։ Այնուհետև դիտորդի հետ կապի մեջ է մտնում մեր օպերատորը, ճշտում է մանրամասները, օրինակ ենթարենք եկավ խախտում լցոնում կոդով, ճշտում ենք, թե ինչպես տեղի ունեցավ այդ խախտումը, ինչ հանգամանքում, ովքեր արեցին լցոնումը, եւ կողքի սյունակում դուք տեսնում եք նաեւ մանրամասները, բացված կա այդ խախտման բովանդակությունը։ Այս ամենը նաեւ նրա համար է, որպեսզի եւ փաստը արձանագրվի, եւ եթե դիտորդը տեղամասում կարողանում է տեսա կամ լուսանկարահանում անել խախտման փաստի վերաբերյալ, նաեւ կցվում են դրանք որպես ապացույցներ եւ դրանց հիման վրա իրավաբանների թիմը կազմում է դիմումներ կամ բողոքներ կամ հանցագործության հատկանիշների դեպքում հաղորդումներ հանցագործության մասին եւ ներկայացնում են իրավապահ մարմիններին։ Հիմա արդեն երեկոյան ժամը 18-ն անցավ, այսինքն վարչական կարգով բողոքարկումների ժամկետը 18:00-ին ավարտվեց, այս պահին արդեն դիմումները ուղարկվեցին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ։ Իսկ որոնք իրենց մեջ պարունակում են հանցագործության հատկանիշներ, ժամկետային սահմանափակում դեռ չունեն,
իրենք չունեն եւ կարող են դեռ իրավապահ մարմիններին դիմել։ Այ առավոտյան ես ասեմ որ հաղորդումը ձայնագրում ենք դեկտեմբերի 7-ին, այսօր առավոտյան հաղորդագրություն ոստիկանության տարածած հաղորդագրությամբ ասում էր որ 127 հաղորդագրություն են ստացել, որից 2-ն է քրեական գործ հարուցվել, 2-ի հիման վրա։ Թիվը շատ քիչ թվաց հաշվի առնելով այն տեղատարափը ընտրախախտումների մասին, որը կար լրահոսում հանրաքվեի օրը։ Ձեր հաշվարկներով, եթե հասկանում դեռ ամբողջականը չկա, մոտավորապես ինչքան է կոնկրետ ձեր կողմից ներկայացվել հաղորդագրությունը։ Հաղորդագրություններ ընթացքում են գնացել եւ նաեւ այսօր պիտի գան։ Հաստատ 127-ը գերազանցում է։ Այո, միանշանակ, բայց այստեղ մի ուրիշ հանգամանք էլ կա, գուցե նյութերը դեռ նախապատրաստվում են, հետո կլինեն մի փոքր ավելի ուշ քրեական գործերի հարուցումները, բայց եթե դուք հիմա նայեք մեր ահազանգերի քարտեզում կա 840-ից ավել ահազանգ եւ այս 840 ահազանգերի մեջ կան նաեւ հանցագործության հատկանիշներ պարունակող օրինակ կրկնակի քվեարկություն կամ ուրիշի փոխային քվեարկության արդյունքների կեղծում, լցոնում։ Ես հիմա թվարկեցի քվեարկության կարգի այն խախտումները, որոնք քրեորեն պատժելի արարքներ են համարվում։ Սրանց հետ կապված դեռ մենք հետադարձ ահազանգը չենք ստացել, չնայած դիտորդի ահաբեկման հետ կապված արդեն 2 դեպք ունեցել ենք դիտորդի աշխատանքի խոչընդոտելու հետ կապված, որ ոստիկանությունը նախապատրաստում է նյութեր, ավելի ճիշտ իրավապահ մարմինները նախապատրաստում են նյութեր, բայց նաև սխալ էինք համարում, որ այդ պահին դիտորդից բացատրություն վերցնելու նպատակով դիտորդին տեղամասից կանչում էին քննչական, ասենք, մարմիններ բացատրություն գրելու։ Մենք խնդրեցինք բնականաբար դիտորդը փոխարեն իր դիտորդական առաքելություն իրականացնելու, մենք զանգահարում ենք եւ խնդրում, որ եթե դուք բացատրություն վերցնելու կարիքը կա, ծանուցեք, նա պատշաճ կներկայանա իր փաստաբանի միջոցով կգրի բացատրություն, բայց այս պահին դուք էլ եք խոչընդոտում նրա աշխատանքների իրականացմանը, հետեւաբար թույլ տվեք դիտորդը ներկա գտնվի տեղամասում։ Մեկ դեպք ունեցել ենք Չարենցավանում, մեկ դեպք ունեցել ենք Երևանում, դիտորդին սպառնացել է, ապտակել է հանձնաժողովի նախագահը, բայց նրան են տարել տեղամասից, իբրև թե կա ձերբակալման ձերբակալման մասին որոշում, մինչդեռ ընտրական օրենսգիրք եւ այդ որոշումը չի եղել ընդ որում։ Մինչդեռ ընտրական օրենսգիրքը հստակ ասում է, որ դիտորդին տեղամասից կարելի է դուրս հրավիրել միայն այն դեպքում, եթե կա ձերբակալում կամ կալանավորում, այսինքն որոշումները պիտի լինեն այդպիսին։ Մնացած որևէ դեպքում նրան իրավունք չունեն տեղամասից դուրս հանելու։ Խախտումը նաև ուժային կառույցի կողմից։ Բնականաբար իրենք իրենց աշխատանքն են անում, շատ օպերատիվություն են հանդես բերում, թվում է, որ պիտի դրանից մենք շատ ոգևորվենք եւ ասենք շնորհակալություն օպերատիվ արձագանքի համար, բայց նյութեր նախապատրաստելը այլ բան է ընթացք տալը, բայց այդ պահին դիտորդին տեղամասից դուրս հանելը արդեն իսկ մեր աշխատանքին է խոչընդոտում։ Իսկ այդ ընթացքում հասկանում եք, երբ որ տեղամասում մի փոքր վերահսկողությունը թուլանում է, շատ մանավանդ այս հանրաքվեի քվեարկության մեխանիզմները շատ տալիս են հնարավորություն, որպեսզի տեղամասում անեին այն, ինչը կարող էին վատ վերահսկողության դեպքում անել։ Մենք հիմա մի փոքր նաև այսպես համեմատական ենք անցկացնում այն տեղամասերում, որտեղ ունեցել ենք դիտորդներ, դրա արդյունքների եւ այն տեղամասերում, որոնք չեն վերահսկվել, հասարակական հսկողություն չի եղել, դրանց արդյունքների միջև պատկերը հիմա չներկայացնեմ, որովհետև այդ մասին մենք ավելի ուշ գուցե վաղը կամ մյուս օրը կունենանք հայտարարություն կամ կներկայացնենք հաշվետվությունը, բայց ակնհայտ է, որ այն տեղամասերում, որտեղ գոնե դիտորդներ են ունեցել, պատկերը կամ այդպես ակնհայտ տարբերություններ ձայների միջև չկա։ Բայց մյուս կողմից էլ պիտի ասեմ, այնպես չէ, որ դիտորդը շատ զսպող մեխանիզմ է եղել, եթե հանձնաժողովը միտք է ունեցել ստանալու այն արդյունքը, ինչը ակնկալում է։ Եթե դուք բացեք ահազանգերի մեր քարտեզը եւ նայեք այն ահազանգերը, որ եկել են ժամը 8-ից հետո, երեկոյան 20:00-ից հետո, երբ որ փակվել են տեղամասերը, մեզ մոտ ժամանակագրական առումով հանգիստ կարող եք ֆիլտրել ահազանգեր, որոնք առավոտյան ժամը 7-ից մինչև 8-ը, այսինքն երբ որ
ահազանգեր են գալիս հանձնաժողովը սխալ է կազմակերպել աշխատանքը, այսինքն մինչև տեղամասը բացելու հետ կապված խախտումներ։ Մյուս խախտումների խումբը դա ժամը 8-ից, երբ որ բացվում է տեղամասը, ամբողջ քվեարկության ընթացքը եւ այն պահը, երբ փակվում է ընտրատեղամասը, եւ արդյունքների հաշվարկի պահին ինչ խախտումներ են լինում։ Մենք կարծում ենք, որ այն ամենը ինչ տեղի որ ունեցավ քվեարկության ընթացքում, այդ ճնշումները դիտորդների նկատմամբ ամեն պատրվակով նրանց մեկուսացնելը քվեարկության գործընթացից, գուցե այդ պահին ժամը 20:00-ին ավարտվեին, բայց արդյունքները հաշվելու ժամանակ մենք շատ ավելի հաշվարկի ժամանակ շատ ավելի կոպիտ խախտումներ տեսանք, այսինքն այն մեթոդները, որոնք մենք գիտեինք նախկին ընտրություններից, ասենք, միշտ ասում են 90-ականների այդ խախտումները կոշտ, կոպիտ, բռնություններ, ճնշումներ չկան, վերացել են, հիմա ավելի մեղմ են դարձել այդ խախտումները, փաստորեն բոլորովին էլ այդպես չէին։ Նորամուծություններն այն, որ մոռացված հինը նորից հետ էր վերադարձել, ով չէր հիշում կամ չէր տեսել իրեն թվաց դա նոր է, ով այդ խախտումների մեխանիզմին ծանոթ էր, հիշեց, որ երբևէ եղել են, որ տեղամասում ուրիշ վերջի տարբերակ, եթե այլ բան չկա, լույս անջատելը միշտ կա ու կա։ Սեղանները ինչ որ պատահականությամբ շուրջ տալը, քվեատուփ այդ պահին ընկավ հավաքեն նորից քվեաթերթիկները կամ ամենապարզագույն օրինակը այո քվեարկված ոչ քվեարկված դրցակները իրար խառնելը, այսինքն այոյի դրցակի վրա կարող է ավելանալ ոչի, ասենք քվեաթերթիկները կամ եթե հանձնաժողովն արդեն իսկ անխակալ է, հիմա ես այոյի ոչի օրինակն եմ բերում, որովհետև հանրաքվե այո ոչ է, այն պահին, երբ որ ես հիմա չեմ հիշում դա մեր որտեղ ամասում էր, բայց այդ ահազանգը արձանագրված կա։ Այն պահին, երբ որ հանձնաժողովը տեսնում է, որ ասենք հավասար են գնում այո ոչի ձայները կամ ոչի ձայները սկսում են գերազանցել, այդ պահին հանկարծ նայում են քվեաթերթիկը արդյոք ամբողջական է, սլաքը այդ վենշանը ամբողջական վանդակի մեջ է եւ սկսում են քվեաթերթիկները անվավեր ճանաչելու գործընթացը կամ այդ պահին հանկարծ հանձնաժողովի նախագահի ինքնազգացողությունը վատանում է 1 րոպե խնդրում է դուրս է գալիս հետ է գալիս այդ պահին արդեն ավելանում են այոյի քվեաթերթիկները վատանալու առիթ է եթե դու այո ես ուզում այնտեղ ոչն է գերակշռում ամեն տեսակ աճպարարություններ դե եթե հանձնաժողովականը հետաքրքրված է այոյի բարձր ցուցանիշի մեջ բնականաբար ոչեի դրցակի շատությունը իրեն ուրախություն չի բերի, բայց մեր խնդիրը հիմա այստեղ էլ որպես դիտորդական առաքելություն, սա իհարկե անձերի խնդիր չէ, սա Սահմանադրության նախագիծ է, այսինքն մի փաստաթուղթ, որի վերաբերյալ հասարակական կազմակերպություն էլ կարող է ունենալ դիրքորոշում։ Մենք բովանդակային առումով դիրքորոշում միշտ հայտնել ենք այս փաստաթղթին, բայց անկեղծ ասած չենք ակնկալում, որ հանրաքվեն կանցնի այս տեսակ խախտումներով։ Հանրաքվեն կանցնի այս տեսակ ընտրախախտումների մեթոդներով, որը մենք կարծում ենք, որ վերջին համապետական ընտրությունների ժամանակ գոնե չենք տեսել եւ միշտ արձանագրում ենք, որ թիմ ընտրությունները չեմ, ասենք, դիտարկում այս տեսանկյունից, ի որ համապետական ընտրությունների ժամանակ ավելի կատարելագործել են մեխանիզմները կամ ընտրողի կամքի վրա ազդել են այլ մեթոդներով, բայց ոչ գոնե տեղամասում, բայց այն ինչ որ կատարվեց այս հանրաքվեի ընթացքում, ակնհայտ լցոնումներ։ Երբ որ տեղամաս է գալիս ընտրողը անձնագրում արդեն ունենալով տվյալ քվեարկության մասին դրոշմակնիքը եւ դիտորդը նկատում է դա, ինքը գցում է քվեաթերթիկը անձնաժողովականները ոչինչ չեն անում, թույլ են տալիս, որ նա հանգիստ հեռանա եւ նրանց անգործությամբ խրախուսվում է այդ կեղծիքները։ Այստեղ արդեն պիտի ասել, որ կա այսպիսի մի մոտեցում, հնարավոր բոլոր տարբերակներով հասնել այոյի հաղթանակի։ Հիմա ձեր նշածներից որ ներողություն, որ կետերն են, որ քրեական գործ կարելի է հարուցել։ Ու արդյոք այսպես դիտորդական առաքելության հաջորդ փուլը դա արդեն հետևողական աշխատանքն է լինելու։ Ուզում ուղղակի հասկանալ, մենք ամեն անգամ նույն ձևակերպումներով նույն ընտրախախտումների մասին խոսում ենք, լավ, այս անգամ մի քանի նորամուծություն կային։ Բայց հետո որպես այդպեսին հետևանք դրա չենք տեսնում։ Չեմ ասում, որ դա իհարկե ձեր պարտականությունն է, բայց այսպես բարի կամքը կամ քաղաքացիական պարտք է, այսպես ասեմ։ Կա բան երկրորդ փուլ լինել հետևողական, բացել քրեական գործեր։ Մենք շարունակելու ենք, այսինքն մենք անելու ենք այն, ինչը մեր դիտորդը արեց տեղամասում, եւ նրա աշխատանքը չպիտի կորչի, հետեւաբար նրա բոլոր արձանագրած ընթացակարգային խախտումներով կամ ընտրախախտումներով դիմումները պիտի հասնեն իրենց հասցեատերերին։ Նայեք, օրինակ տեղամասից
քվեաթերթիկի դուրս հանում տեղամասից կամ քվեարկության պարագաների դուրս հանում տեղամասից։ Սա կարող է թվալ, որ անմեղ գործողություն է, հանձնաժողովի նախագահը մի պահ դուրս եկավ տեղամասից ինչ-որ մեկ էլ զրուցելու եւ իր հետ տարավ հանձնաժողովի կնիքը։ Ասենք նման ունեցել ենք 7 դեպք, բայց դրանք ապացուցելի են, այսինքն կան ապացույց տեսագրություն բոլոր այն խախտումներով, որտեղ կան մանրամասներ նշված է, որ ունենք արձանագրությունը կամ ունենք տեսաձայնագրությունը կամ ունենք լուսանկարները, փաստը արձանագրող։ Ցավոք միշտ չի եղել հնարավոր մեր դիտորդին տեսանկար անել, որովհետև ինտերնետում էլ դուք տեսակ շրջանառվեցին տեսանյութեր, երբ որ դիտորդին սպառնում են նկարը հանելու դեպքում մանրամասն բռնություններ, հիշեք որ տուն պիտի գնաք կամ չեք վախենում ձեր գլուխը ջարդելուց, ամեն տեսակ սպառնալիքներ եղել են, ինչքանով մակարդակով, չէ՞։ Հանձնաժողովի նախագահն է, երբ որ իրենք շատ չեն կարողացել այդպես գուցե իրենց անձով է պայմանավորված շատ բռնություն կիրառող լինել, հա։ Այս դեպքում օգնության է եկել թաղային հեղինակությունները, բայց հիմա ձեր ասած այդ փաստերի հետ կապված, օրինակ նայեք, հայոյանք ճնշում, ահաբեկում, սպառնալիք, ֆիզիկական բռնություն որևէ մեկի նկատմամբ։ Նկատի ունենք քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող, դա կլինի վստահված անձի նկատմամբ, թե դիտորդի նկատմամբ 25 դեպք ենք ունեցել։ Ոնց է կարծում 25 դեպքը դա նորմալ է կամ 25 դեպքից գոնե 5-ով չպիտի նյութեր հարուցվեն։ Եթե անգամ մեր դիտորդը չունի տեսաձայնագրություն, բայց այս դեպքերը վստահված անձինք էլ եթե եւ հանձնաժողովի անդամները պնդեին, տեղամասի գրանցամատյան այն փաստաթուղթն է, որտեղ պիտի արկա լինեին ամեն տեսակ խախտումների կամ ընդհանցակարգային շեղումների վերաբերյալ գրառումներ, բայց ամբողջ հարցը նա է, որ այդ գրանցամատյաները չեն վարվում պատշաճ, բնականաբար հանձնաժողովը չի տա ապացուցողական այն բազան, որ տեսեք իմ տեղամասում եղավ խախտում, կամ ուրիշի փոխարեն կամ բազմակի քվեարկության փորձ 39 դեպք ենք ունեցել։ 31 դեպքում մեր դիտորդը Գյումրու տեղամասում անգամ բռնել էր կրկնակի լցոնում կատարող եւ ուրիշի փոխարեն քվեարկողի ձեռքը, օգնության էր կանչել հանձնաժողովի նախագահին, նախագահը չտեսնելու, չլսելու էր տվել, նույնը նաեւ հանձնաժողովականները, մինչեւ նրա թիմակիցը փորձել էր տեսանկարել այս ամենը, կադրերի կեսը պահպանվել էին, կեսը ոչնչացվել էին, որոնք որ պահպանվել են, հայտնվել են մեզ մոտ են եւ Gala TV-ի մոտ են։ Այսինքն այս փաստն արդեն իսկ նշանակում է, որ թույլատրելի էր հանձնաժողովականների կողմից, որպեսզի կատարվեն այդ խախտումները եւ նրանց անգործությունը հենց նշանակում է, որ նրանց թողտվությամբ է դա կատարվում։ Քվեարկության գաղտնիության խախտումը 39 դեպք, սա ինչ է նշանակում։ Քվեախցիկները որոշ տեղերում տեղադրված են եղել այնպես, որ ընտրողի հետևում ոչ թե պատ էր, որ շարժ չլիներ, այլ հատկապես տեղամասում վերահսկողություն իրականացնող, բայց տեղամասում գտնվելու իրավունք չունեցող անձինք գնում են քվեախցիկների հետև, հսկում են դիտորդի ընտրողի քվեարկությունը եւ դրան չի միջամտում հանձնաժողովի նախագահը։ Մի քանի անգամ դիտորդը տեղեկացնում է, որ խախտվում է ընտրողի քվեարկության գաղտնիության իրավունքը, բայց հանձնաժողովի նախագահը դա եւս չտեսնելու է տալիս։ Այսինքն կա տեղամասում տոտալ հսկողություն, թե ինչպես քվեարկեց ընտրողը, որովհետեւ այս ընտրողի քվեարկությամբ երևի շահագրգռված են հենց նրան տեղամաս ուղեկցողները։ Ընտրողների ուղղորդում մեքենաներով տեղափոխումներ, իհարկե ես շատ լավ է, եթե այդպես հարգում ենք թաղի բնակիչներին եւ տեղափոխում ենք իրականացնում, բայց շատ արդեն կասկածելի է, որ բերում են նույն տրանսպորտային միջոցով եւ նույն մարդիկ ուղեկցում են նրանց ընտրատեղամաս։ Հատկապես որ մեզ մոտ հիմնականում ընտրատեղամասերը այնքան մոտիկ են բնակավայրին, որ ենթադրենք թե անգամ բնակավայրն էլ հեռու են, բայց տեղամասից տեղամաս տանելու նույն ուրեմն տրանսպորտային միջոցով կամ այդպես բերելու 40-ից ավել դեպք ենք ունեցել։ Կուտակումների եւ տեղամասում մարդկանց ընտրողների կուտակումների մասին չեմ նշում, չնայած այդ դեպքերը 50-ից անց են եւ սրանց մեջ ուղղակի որպես հանցագործության կրիմինալ այսպես չենք տեսնում, բայց իհարկե նաեւ հենց այդ իրավիճակներում, երբ որ լինում են կուտակումներ կամ ինչ որ արեստական մեր տեղամասից մեկում ստեղծվել էր արեստական իբրև թե լեզվակռիվ եւ այդ ընթացքում երկու հոգի մուտք էին գործել տեղամաս եւ քվեատոպի մեջ գցել էին ծրարներ, այսինքն այս պարագայում եւս կա այն կազմակերպված գործողությունը, որ պետք է ուշադրությունը շեղել դիտորդների եւ վստահված անձանց եւ անել լցոնում։ Կամ մեր տեղամասից մեկում կորել էր իբրև թե կորել էր
տեղամասի կնիքը եւ իբրև փրկում են երկար ժամանակ եւ ինչպես անհայտ հանգամանքներում կորավ, այնպես էլ անհայտ հանգամանքներով հայտնվեց այդ կնիքը, բայց արդեն հայտնվեց դրա հետ նաեւ 3-4 երիտասարդներ, որոնք դրա քվեաթերթիկներով, այսինքն այդ կնիքը գնաց դուրս, ծրարներ կնքվեցին եւ նրանք լցոնեցին քվեատուփը եւ տեղամասից փախան։ Այս մեթոդներին մենք վաղուց մեզ թվում է հրաժեշտ ենք տվել, բայց երեկվա հանրաքվեն մեր հիշողությունը թարմացրեց, հիշեցրեց, որ նման քվեարկություններ են երբևէ ունեցել եւ այս ամեն մեթոդներ կիրառվեցին։ Իշխանությունը եւս մեկ անգամ ապացուցեցին, որ այս սահմանադրությունը իրենց համար շատ անհրաժեշտ է եւ այդ անհրաժեշտ այոյի համար իրենք ամեն միջոցի կարող են դիմել։ Գոնե մի քիչ կրեատիվ լինենք, նոր բաներ մտածենք։ Շատ կարճ ուզում ձեր քարտեզին անդրադառնանք, այստեղ այսպես ինչքանով ես եմ նայում, Երևանում է շատ ոնց որ թե կուտակումները ու շատ տարօրինակ չասեմ, բայց այսպես Վայոց ձորն ու Գեղարքունիքի մարզը ընդամենը մի քանի բան։ Հիմա հարցը, ձեր դիտորդներն էին այնտեղ քիչ Երևանում շատ, թե այդպես հանգիստ անցնում է այնտեղ ընտրությունները համեմատաբար մյուս տեղերի, մասնապես Երևան, Տավուշի մարզ, Սյունիք։ Մենք ուրեմն տեղամասը դեռ չբացված էլ հազանգեր ստացել ենք Երևանից, տեղամասը դեռ չբացված ընտրողների համար։ Իհարկե Երևանում ծածկված էին բոլոր տեղամասերը եւ նաեւ գուցե դիտորդների փորձառությունն է որոշ դեպքերում խանգարել, օրինակ այդ ձեր նշած Վայոց ձորի կամ Գեղարքունիքի մարզերում նկատելու որևէ ընտրախախտումներ։ Ես դա կարող եմ բացատրել եւ դիտորդների ամփոփությամբ, դա կարող եմ բացատրել նաեւ եւ դիտորդների այնքան էլ չեն իրազեկվածության, մյուս կողմից էլ երբևէ չեն բացառում դիտորդի սուբյեկտիվիզմը։ Եվ հիմա երբ որ նայում եմ տվյալները Գեղարքունիքի մարզի, այոն ինչպիսի գեղեցիկ հաղթանակներ է գրանցել, եթե ամեն ինչ եղել է մաքուր եւ իսկապես մեր դիտորդներն այնտեղ կամ վստահված անձինք որևէ ահազանգ չեն արել եւ այդպես մաքուր պայմաններում է ամեն ինչ ընթացել, ես դա կողջունեմ։ Բայց հաշվի առնելով այն հենց տեղամասը բացվելու սկզբից այն վերաբերմունքը, որ արդեն տեղամասերում կար դիտորդների նկատմամբ եւ այս անգամ հասկացվեց մի բան, որ հատկապես դիտորդները կարող է ուշադրություն դարձնեն ընտրողների ցուցակներին, որովհետև այսքան տարիներ բարձրաձայնվել է, որ խախտումների հիմնական խնդիրը այդ ընտրացուցակների մեջ է, դիտորդներին ուղղակի մեկուսացնում էին ընտրացուցակների սեղաններից, որպեսզի նրանք հարմար մոտ տարածության վրա չգտնվեն եւ չկարողանան դիտարկել, օրինակ, ում փոխարեն քվեարկվեց կամ արդյոք խնդիրը նա է, որ բացական անձանց փոխարեն չի լրացվում, բայց երևի տեսած կլինեք ինտերնետում տարածվեց այդ տեսանյութը, հանձնաժողովի անդամը տեղամասում հանդարտ ինչ-որ մի պահի լրացնում է, որտեղ ինքը այդ պահին Գրանցամատյանի պատասխանատու հանձնաժողովի անդամն է, ինքը լրացնում է ընտրողների ցուցակները։ Հավանաբար դրա լրացնում էր հենց թղթից օգտվելով իր մոտ այդ թաքցված այն ընտրողների, որոնք բացակայում են հանրապետությունից, բայց որոնք գտնվում են նրանց անունները ընդգրկված են ընտրացուցակներում եւ նրանք չեն ներկայանա քվեարկության, նրանց ձայները կարելի է օգտագործել։ Հիմա երբ որ ես այս բառերն ասում եմ եւ դա կլսի ոստիկանությունը կամ կլսեն իրավասու մարմինները, նորից կասեմ, որ դա ենթադրությունների դաշտից է, որ մենք ընդհանրապես ենթադրում ենք, որ բացականների փոխարեն կարող են օգտագործվել նրանց ձայները, բայց երեք երեկոյան ես նաև ահազանգ եմ ստացել մի ընտանիքից, որի անդամները հանրապետությունում չեն, դա Քանաքեր Զեյթունի տեղամասերից մեկում էր, որ նրանց բացական հանրապետությունից բացական ընտանիքի 4 անդամների փոխարեն էլ տեղամասում գնացել, տեսել է, որ արդեն քվեարկած է։ Երբ որ գնում ես տեղամաս եւ տեսնում ես, որ քո անվան դիմաց արդեն քվեարկված է, դա հանձնաժողովը մեկնաբանում է որպես շփոթել է նախորդը, միշտ ներկայացնում է որպես նախորդ ընտրողը, որ եկավ, շփոթվեց, ստորագրեց նրա փոխարեն, բայց շատ էին համատարած էին այս տեսակ շփոթմունքները։ Եթե դուք այդ ահազանգերի մեջ նայեք, կտեսնեք թե որքան կար ընտրացուցակի հետ կապված խնդիր, երբ որ ընտրողը ներկայացավ տեղամաս եւ իր անվան դիմաց արդեն տեսավ քվեարկած։ Այս դեպքում ընտրողին չեն սրկում քվեարկելու իրավունքից, նրան տալիս են քվեարկել, նա էլ քվեարկում է մեկ ուրիշի, ասենք դատարկ վանդակի փոխարեն։ Բայց այս մասին պիտի գրառում կատարվի Գրանցամատյանում։ Ես չեմ ուզում ուրիշի օրինակով բերեմ, իմ օրինակը բերեմ, ես ընտրատեղամասում, երբ որ ուզում էի քվեարկել, իմ անվան դիմաց արդեն քվեարկած էր եւ այս անգամ այս հանրաքվեն, ես նկատի ունեմ 3, երբ ընտրատեղամաս ես ներկայացա, իմ անվան դիմաց արդեն քվեարկած էր։
հանձնաժողովի անդամները միաբերան նշեցին, որ հավանաբար նախորդը ինձանից ներքև գտնվող տողով ներքև ընտրողը շփոթել է ինքը ստորագրել է իմ անվան դիմաց, բայց շփոթելը լինում է այն դեպքում, երբ որ իմ անվան դիմաց իր ընտրողը կարող է շփոթվել միայն այն դեպքում, այդ շփոթելն է ճակերտավոր, հա, նրան ցույց են տալիս, չէ, որտեղ ստորագրի, որովհետև որտեղ հա առաջինը շփոթվում է ճակերտավոր հանձնաժողովի անդամը, ինչու, որովհետև նախ նա պիտի ընտրողի անվան դիմաց լրացնի նրա անձնագրային տվյալները, անձնագրի տվյալները, հետո նոր անձնագրի տվյալների դիմաց պիտի ընտրողը ստորագրի, այսինքն հանձնաժողովի անդամը արդեն լրացրել է իմ անվան դիմաց, որ ընտրողին էլ տվել է ստորագրելու իմ անվան դիմաց, ես ստորագրեցի բաց այդ դատարկ վանդակի, որպես թե նա շփոթեց ստորագրել է իմ փոխարեն, ես ստորագրել եմ նրա փոխարեն։ Այսինքն հստակ հիշում էին ով էր շփոթվել, իրենք հստակ էին հիշում ով էր շփոթվել, բայց երևի պատճառը նա էր, որ մտածում են այս ընտրողը չի գա քվեարկության, որովհետև նոր մարդ էր երևի հայտնված ընտրացուցակում, բայց խնդիրը հետևյալն է։ Հանձնաժողովը տեղում սլաքներով ուղղությունը դնում է։ Ես ասում եմ, խնդրում եմ գրանցեք գրանցամատյանում, ինչ է նշանակում այս սլաքների տեղափոխությունը։ Եթե սլաք եք դրել, նշեք, որ այս տողերի սլաքները դուք արեցիք եւ դա նշանակում է, որ ընտրողները շփոթել են միմյանց դիմաց ստորագրել։ Ինձ ասում են՝ մի անհանգստացեք, մենք սլաքը կդնենք, գրառումը մատյանում կանենք, դուք քվեարկեք։ Ես քվեարկությունը կատարեմ, ասում գրառումը կատարեցիք գրանցամատյանում, պատասխանում են, որ այո, ասում խնդրում եմ ցույց տվեք գրանցամատյանի այդ էջը, քարտուղարը անմիջապես փակում է այդ էջը, կարծես ես շատ մեծ ընդ որում սա գաղտնի փաստաթուղթ չէ։ Ես ասում եմ դուք կարող եք ինձանից պահել, որ չնկարեմ միայն ընտրողների ստորագրած ցուցակը, բայց գրանցամատյանը եւ դրա գրառումները իրենք հրապարակային փաստաթղթեր են։ Հանձնաժողովի նախագահը ասաց կարծես թե շատ լավ գիտեք այդ իրոնիկ, հա, ձեր իրավունքները ոնց որ թե լավ եք տիրապետում, գուցե մնաք այստեղ տեղամասում մինչև ժամը 8-ը։ Այդ հեգնակին ես ասացի, որ դուք խախտում եք անում, դուք հիմա պիտի գրառեք, բայց որովհետև ես այդքան եւ նաեւ այնտեղ չկային ոնց հասկացա դիտորդներ եւ այլն, ասում եմ, որ դուք հենց հիմա չեք գրառում, թե ինչ տեղի ունեցավ, դա ձեր տեղամասի պատկերն է, որպեսզի ես փորձում եմ բացատրել, որ իրենց եմ օգնում, որպեսզի դուք բացատրեք սլաքներն ինչ են նշանակում, դուք պիտի գրառեիք, բայց դուք հիմա նաեւ չգրառեցիք եւ ես ի վերջո ընտրող էի, ես չէի կարող պնդել այն սուբյեկտը չեմ, որ պնդեմ գրանցամատյանում ինչ որ բան գրառելու, բայց նաեւ չհասկացա թե ինչու այդպես վախվորած փակեցին, դա չգրառեցին, այդ մասին գրառում չկատարեցին։ Հիմա ինձ մոտ կասկած կա, եթե այդ ամենը իսկապես շփոթմունք է, ինչու շփոթմունքի մասին չանել գրառում եւ ասել, որ այս ուղումը ես եմ ատյանում կատարել։ Ոչ միշտ է, որ տիրապետում են իրենք էլ ամբողջովին իրավունքներին, պարտականություններին իրենց։ Ես չգիտեմ ինչ սկզբունքով են ընտրվում հանձնաժողով։ Երևի իմ բախտը բերել է մեր ընտրատեղամասում, ես միշտ այսպես մասնակցում եմ ընտրությունների ու այս վերջին ընտրությանն էլ, հա, այսպես շատ երկար սպասեցի, շատ մարդ կար, ինչ որ ժամներ երևի այդպեսին, դա անամբեր սպասում էի որևէ բան արձանագրելու, չէ, այնպես հանգիստ անցավ, այնպես որ կան գոնե մի քանի տեղամաս, որտեղ շատ հանգիստ անցնում է։ Ու այս քանի օրն շատ այսպես ակտուալ է, չէ, դարձել Ստալինին են վերագրում այդ խոսքերը, չգիտեմ իրականում պատկանում թե չէ, որ կարևոր չէ ինչպես է քվեարկում, կարևորը թե ինչպես կհաշվարկեն։ Հա, չգիտեմ իրականում Ստալինի խոսքերն են թե ոչ, ամեն դեպքում այս օրերին շատ ակտուալ թեմա։ Ձեր շնորհակալություն նախ քաղաքացիական դիտորդի դերը ստանձնելու համար, ամեն դեպքում եթե չլինեն այդ զսպող կողմերը, գուցե մենք շատ ավելի այսպես աբսուրդային վիճակի ականատես կլինենք։ Շնորհակալություն նախաձեռնության համար, մենք հետևենք տեսնենք թե ինչ ընթացք կստանա, գոնե այդ 800 քանի հաղորդագրությունից մի քանիսին եթե ընթացքել տրվի, մենք շատ մեծ հույս ունենք, որ մեր օրինակը նաև վարակիչ կլինի մյուսների համար եւ ի վերջո յուրաքանչյուր մեկը պիտի հասկանա, եթե ուզում է իսկապես ինչ որ ձևով օգնել, որ օրինականություն ապահովի կամ որպեսզի մի բան արած լինի, հետո ունենա իրավունք դժգոհելու, այլապես հեշտ է նստել եւ դժգոհել։ Մենք արեցինք այն, ինչ կարողացանք, չնայած բազմաթիվ խոչընդոտներին, նախ դժվար է մարզերում չունենալով դու կուսակցություն չես, մեծ հզոր իշխանական լծակներ չունես, հավաքագրել մարդկանց քեզպես համախոհների, մյուս կողմից էլ արհեստական խոչընդոտներ, որոնք քո առջև ստեղծում են, ասենք, տրանսպորտացիոն միջոցները, երբ որ վերջի պահին հրաժարվում են քո դիտորդներին տեղամաս տեղափոխել, ցավոք սրտի ունեն մենք նաև այդպիսի դեպքեր, տաքսի ծառայությունները եւ նրանց վերահսկող տերերը հրաժարվեցին մեր կազմակերպությանը սպասարկելուց, որպեսզի դա էլ մեր աշխատանքի ձախողման մի ձև էր, բայց
կարողացանք անել այն, ինչ կարողացանք, հիմա շնորհակալություն օգտվելով առիթից նաև մեր դիտորդներին, որ կարողացան տեղամասերում, իսկապես ունեցել ենք տեղամասեր, որտեղ դիտորդը զանգահարել տեղեկացրել է, որ իր կյանքին վտանգ է սպառնում եւ ինքը ստիպված է տեղամասեր լքել։ Մենք ունեցել ենք նաև նման դեպքեր, որովհետեւ իսկապես եղել է ֆիզիկական բռնության սպառնալիք եւ մեր դիտորդին մենք էլ ենք հորդորել, խորհուրդվել, որ տեղամասից դուրս գա։ Այսինքն մարդիկ արել են իրենց աշխատանքը հավատով, իրենց ջատագովությամբ այն ամենի, որ գաղափարին իրենք հավատում են։ Շատ լավ, բայց ամեն դեպքում մի բան էլ վերջում ընդդիմադիրներն էին այսօր այսպես թիվ ասում, կես միլիոն ձայն են կեղծել, չգիտեմ այս փոքր երկրում ինչքան հնարավոր կես միլիոն կեղծել, ուղղակի գիտեմ հստակ մի բան, հա, որ դա չի անում դրսի ուժը, դա չի անում ամբողջովին, ինչպես ասում են, իշխանությունը, դա անում է էլի մենք, մեր քաղաքացիներն են անում, հա, հանձնաժողովի նախագահ մեր քաղաքացին է։ Այնպես որ յուրաքանչյուրս մեր տեղում, եթե մեզ մի քիչ ճիշտ պահեցինք, էլ ոչ մեկից ոչ մի բանից դժգոհելու առիթ չենք ունենա։ Այսքանը հարգելի ռադիոլսողներ, Թարմ ուղեղով հաղորդաշարն եք լսում, մենք փորձեցինք այսպես ամփոփել հանրաքվեն հնարավոր կեղծիքներն ու խախտումները հանրաքվեի, հյուրընկալել էի Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիկ Տիգրանյանին։ Շնորհակալություն, այսքանը։